Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Western Armenia շաբաթաթերթին 92-րդ համարն այդուս եկավ։ Արևմտյան Հայաստանը հայերը Արգենտինա ու Ուրուգվայ։ Լյուբոյ տարածքից յուրովի է պատկերվում բիբլիականը գերում, հմայում, կանչում լուսանկարներում Արարատն է։ Բաքվի ռեժիմը ոչնչացնում է Արցախասուրբ Ներսես Մծ եկեղեցին, Վանա ինքնապաշտպանության, վախտը վնասված Քյոհնե արձանագրությունը։ Դերսիմաշիների իսկական անունն են հայերեն Արմատն է, ջնջվում չնշողությունա 100 տարի անց Ֆրիտյոֆ Նասերին ուղիներավը։ Western Armenia շաբաթաթերթին հերթական 93-րդ համարն այդուս եկալ։ Շապիկին պատկերված Արևմտյան Հայաստանը ազնագիրը խորհրդանշելով հայրենասիրություն ու ազգային ինքնության գաղափարը։ Թեզը համարում կարդացողը կարեց անօթանա մի քանի ուշագրավ նյութերի։ Երևանի մեջին ցուցադրվալ Շուշվա նվիրված ֆիլմը Ճամփորդություն բիդե Արարատ լեռներից ստացած մեր զորությունը Կարսին արևածագը մայլաբնակիչներին ու այցելուներին։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն տարբերակները Western Armenia TV-ի սայթում։ Թորք գիրող Քադիր Աքնը պատմա յուրան տպավորությունն Արգենտինայում ու Ուրուգվայում հայ համայնքների հետ հանդիպումներից։ Ինքը 1.5 ամիս անցկացրել է Բուենոս Այրեսում ու Մոնտեվիդեոյում ցուցադրել յուրան կարմիր վավերագրական կինո։ Երկու երկրներում էլ յուրան հանդիպումներն հայ համայնքների ներկայացուցիչների հետ տռան հուզիչ ու հիշարժան։ Ակնկալվում է վեր Արգենտինայում բնակվում է շուրջ 70,000 Արևմտյան Հայաստանացակումով հայ, իսկ Ուրուգվայում մոտ 14,000։ Յուրանց նախնին են Մարաշից, Այնթաբից ու Ադանայիցն Արևմտյան Հայաստանա քաղաքներն այստեղ յուրանք ստիպված են փախչին ցեղասպանությունն ետը։ Սոր յուրան ժառանգներն շարունակում են պահպանել յուրանց մշակույթը, ունենալ լավ շկոլներ, մշակութային միություններ ու եկեղեցիներ։ Աքնը քեցալն է Մարաշի միությունը, Մոնտեվիդեոյում շտեղ համայնքը կառուցալ մած համալիր, հանդիսությունների սրահավ, սպորտային դահլիճ ու դպրոցներ։ Տեղի հայերը թեև ապրում են հազարավոր կիլոմետրերով հեռու, յուրանց նախնյաց վղերից մոռացալ չեն յուրանց արմատն են։ Հերթը մի պահքունը տա, մհենք, դուել եշի, սեք ճակատին ու անցիր, Ավետիք Իսահակյան։ Հոկտեմբերի 29-ին Երևանում Թոքյան կենտրոնի հիմնադրամի ջամասրամը պեցվալա Արարատը հային աշկերավու լուսանկարների ցուցահանդեսը։ Ներկայացված ընելար 40-ից իվել գործեր Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Թուրքիան ու Ամերիկան ներկայացնող մոտ 30 հայ լուսանկարիչների հեղինակած է թվում Արա Գյուլեր, Անդրանիկ Քոչար, Սամվել Սևադա, Արմեն Ենգոյան, Թեդ եւ Նե Զոհրաբ Ըրքոյան, Հարություն Խաչատրյան եւ այլք։ Արարատը յուրան գեղեցկությունով ու վեհությունով շարունակ իլել հայ ստեղծագործողների ոգեշնչման աղբյուրը ու պատահական չի վեր Լյուբոյ հայ, Լյուբոյ պահի հմայվում է Արարատավը, փորձում է մուշուշի մեջից տեսնա Սրբազան լեռը։ Տարիներ շարունակ անցնելով Արարատյան, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Վայոց ձորի Գեղարքունիքի ճանապարհներով, լեռներով փորձամ լուսանկարիվ Արարատը համոզվածում շատերն են նույնը անում։ Լյուբոյ տարածքից յուրովի է պատկերվում բիբլիականը ու գերում, հմայում, կանչում։ Արարատից հետո կյամը Նեմրութը, Սիփանը, Մռավը, Քիրսը, Մուսալերը, Խուստուփը, Արագածը, Նշալատ Սուլիկյանը հավելել վեր ցուցահանդեսում կան նաև նոր հեղինակների լուսանկարներ։ Կարևորվալ է հատկապես պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերին, հյուր 4 գործեր նույնպես ցուցադրվում է։ Մոնումենտ Ոչը հազանգում ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներին տարածել օկուպացված Արցախա Մարտունի քաղաքից։ Լուսանկարները նրվամ ավեր քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Մծ եկեղեցին վերջին 2 տարիներին կրալա վնասն է։ Ջարդված պատուհաններն կան կրակահերթի հետքեր, եկեղեցին ուրան շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորված են հալամ 2020 թվի 44-օրյա կռվին վախտը։ Վերմարտունա քաղաքը անխնա ռմբակոծվալա։ Արկերն ընկալ ու պայթալ, նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են։ Նշենք, որ եկեղեցին սարքվել 2004 թվի բարերար Ալի Սոհանյանի կողմից։ Մեր արձագանքը մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի 4-րդ հոդվածում։ Պետությունն պարտավոր են հարգին հունցուրյան սեփական դիե մնացած այն գյուների տարածքում գտնվող մշակութային արժեքներն զերծ մնալավ թշնամանքի ու հաշվեհարդարի գործողություններից։ Վանա թագավորության թագավեր Արգիշտի առաջինին թողած տարեգրության մեջին խորխոր ժայռին Երան հիշատակվում է Էրեբունի մայրաքաղաքին սարքումը, բայց այդ կարևոր հատվածը երկրորդ սյունակի 33-րդ տողի սկզբնամասը սոր վնասված է։ Պատմական փաստերի համաձայն վնասվել է 1896 թվականի Վանի հայերի ինքնապաշտպանության վախտը Թնդանոթի արկի հարվածից։ Այս հիշատակությունը թե մասնակիորեն ոչնչացված շարունակում է մնալ վկայություն Վանի թագավորության ու հին հայկական քաղաքաշինության փառավոր էջերից։
Դերսիմա քաղաքում ու իրան շրջաներում հավաքագրվել են հին հայերեն ծագում ունեցող գյուղանուններ, մինչ օրս պահպանվել են ժողովրդի հիշողության մեջ։ Թե պաշտոնական փաստաթղթերում դրանք փոխարինվել են թուրքացված տարբերակներով 1920-ների քանայետը իրականացված պետական քաղաքականության շրջանակում իրական անուն են հարամ շարունակում ապրել է ժողովրդի խոսքով։ Շեների թուրքացումը հատկապես ակտիվացած 1930-ից 60-ական թվականներին նպատակ ուներ վերացնել հայկական ու այլ հին տեղանունները, բայց Դերսիմի պատմական հայկական շեների անունն են Հավսի, Կորկես, Խալվորի, Չոլա, Մերկսո, Խոսոր, Սորբյան ու մնացածներ շարունակում են վկայել այդ վղերի հայկական անցյալի մասին։ Այս անունն ոչ միայն պատմական փաստն, այլ նաև հիշողության ժառանգություն, վերաթուրքական իշխանություններին ջանքերավը անգամ հնարավոր չի վերացնել Դերսիմը մնամ արևմտյան Հայաստանը հողամաս, շտեղ Լյուբոյ, Քար ու Անու խոսմա հայկական ներկայության մասին։ Երևանում նոյեմբերի 7-ին տեղի ունենալու հոբելյանական կանցերտ երեկոն նվիրված մծ հումանիստ Ֆրիդյոֆ Նանսենի հիշատակին միջոցառումը անցկացվելու է Երևանը պատմության թանգարանում 100 տարի անց Ֆրիդյոֆ Նանսենի ուղիներով խորագրավը։ Երեկոն կազմակերպվելու է Արշո Բաբիկյանի անվան համերգասրահումը նպատակ ունենալով հիշեցնել Նանսենի անգնահատելի ներդրումը հայ ժողովրդի փրկության ու արևմտյան Հայաստանի իրավունքների միջազգային ճանաչման գործում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանոք պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։